Ես Միշա Պողոսյանն եմ, Inris Business Incubator-ի մարքեթինգի փորձագետը։ Այսօր խոսելու ենք մյուս կարևոր կետի մասին, որը կոչվում է հարաբերություններ հաճախորդների հետ։ Երբ որ դուք ունեք օգտակար առաջարկով հագեցած պրոդուկտ, որը հասցնում եք տարբեր ուղիներով ձեր հաճախորդին, ապա ուզենք, չուզենք, մենք կառուցելու ենք հարաբերություններ հաճախորդի հետ։ Եվ այդ կապերը ստեղծելով մենք ամեն օր ավելի ենք ամրապնդում մեր հարաբերությունները հաճախորդների հետ եւ ավելի ենք բարձրացնում հնարավորությունները ավելի շատ վաճառք ունենալու համար։ Իսկ այդ ամենի համար մենք պետք է նաեւ հստակ պատկերացում ունենանք ինչպես է կառուցում այն ճանապարհը, որտեղ հաճախորդը իմանում է մեր պրոդուկտի մասին մինչև լոյալության կետ։ Գոյություն ունի հաճախորդի ճանապարհի դասական մոդել, որը բաղկացած է 7 կետերից եւ այդ 7 կետերը հիմա ձեզ կներկայացնեմ։ Դրանք են. հաճախորդը տեղեկանում է ձեր պրոդուկտի մասին, որտեղ, ինչպես, իսկ հետո նաև հարց եք տալուս, ինչպես եք դուք փորձելու այս կետում շփվել վերջինիս հետ, որտեղ է լինելու ձեր եւ հաճախորդի կապը, որ հատվածում եւ ինչ պայմաններում։ Կետ 2. Հաճախորդը դիտարկում է, համեմատում է ձեր պրոդուկտը այլ պրոդուկտների հետ, ինչպես եք դուք փոխազդելու, ինչ տեսակի հարաբերություն եք դուք այստեղ ստեղծելու, ինչպես եք փոխազդելու այս կարևոր կետի վրա, որպեսզի հաճախորդի որոշումը լինի ի օգուտ ձեզ, այլ ոչ թե ի օգուտ ձեր մրցակցի։ Կետ համար 3. Հաճախորդը գնում է պրոդուկտը ինչպես ինչ պայմաններում եւ դուք ինչպես եք փոխազդում այդ process-ի վրա, որ կետում եք դուք փորձում հարաբերություններ կառուցել հաճախորդի հետ, եթե այդպիսի հնարավորություն կա։ Կետ համար 4. Հաճախորդին առաքում են պրոդուկտը նույն սկզբունքով, ինչպես է դա տեղի ունենում եւ ինչպես եք դուք փորձում հարաբերություններ կառուցել։ Եվ այս նույն սկզբունքով կետ 5-ը հաճախորդին հարկավոր է ձեր օգնություն խորհրդատվությունը, ապա եթե այո, ապա ինչպես եւ ինչ պայմաններում եւ ինչպես եք փորձում հարաբերություններ կառուցել։ 6-րդ կետ. հաճախորդը վերադառնում է նոր պրոդուկտի կամ ծառայության հետևից։ Ինչպես եք դուք դա կազմակերպում, ինչպիսի ազդեցություն եք ունենում այդ կետում եւ ինչ հնարավորություն եք ունենալու այդ կետում հարաբերություններ կառուցելու եւ դա հաշվի առնելով, պլանավորելով իրականացնում եք վերջինս։ Եվ 7-րդ կետը հաճախորդը պատմում է ձեր պրոդուկտի մասին, որը շատ կարեւոր է ձեր բիզնեսի համար եւ ինչպես եք դուք դա կազմակերպում, ինչ յուրահատուկ հետաքրքիր գործիքներ եք կիրառում, որպեսզի դա կյանքի կոչվի եւ հաճախորդը աճ ու ձախ պատմի ձեր լավ, որակյալ ծառայության կամ պրոդուկտի մասին։ Հարաբերություններ կառուցելը դա բարդ ժամանակատար process է, բայց դա ունենալու արդյունքում ձեզ համար շատ հեշտ է լինելու ձեր լավ արտադրության մասին ժամանակին եւ ճիշտ եւ արդյունավետ հասնել հաճախորդներին եւ պատմել նրանց, թե ինչքան լավն է ձեր պրոդուկտը եւ նրանք բարբերաբար կիմանան, թե դուք ինչքան շատ հարգում եք նրանց, սիրում եք նրանց եւ պատրաստ եք փոխել նրանց կյանքը դեպի լավը։